Մայիսի 20-ից 21-ը Լավրովն աշխատանքային այցով Երևան կժամանի։ ՌԴԱԳՆ-ի փոխանցմամբ նախատեսվում է հանգամանալից բանակցություններ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, սպասվում են քննարկումներ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Խաչատուրյանի հետ։ Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև քաղաքական եւ միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի եւ կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելուն։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ որևէ քննարկում չկա։ Երևանն այդ տերմինն անգամ չի օգտագործում։ Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ի նստիրնայի հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերը դուրս բերել փակուղուց, խաղաղություն բերել տարածաշրջան, նշել է Գրիգորյանը։ ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Իման Գալի Տասմագամբետովի հայտարարությունն է։ Հույս ենք հայտնում, որ դրա իրականացումը կհարթի ճանապարհը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության համար։ Առաջարկել ենք Հայաստան-Կիպրոս հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության աստիճանի եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի արձագանքը դրական է։Աժնախագահն է հայտարարել համատեղ ասուլիսում։